Բաժակ եմ այսօր ես բարձրացնում, այս բաժակով էլ եկեք միասին մեր ընկերության կենացը խմենք, ու մեկ էլ ինչ էլ այսօր ձեզ ասեմ, սերն է լինելու, ասածիս հիմքում, ես ձեզ բոլորիդ մեծ սեր եմ մաղթում, քանզի մեծ սերը աշխարհն է փրկում, բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ ջան, թող բոլորիդ օրը լինի նոր հույսերով, նոր նպատակներով, թող Աստծո օրհնությամբ հաջողակ օր լինի, սիրելիներս, այսպիսի կանաչ ճանապարհ եմ մաղթում ձեզ, թող ձեր կյանքի ամեն մի օրը կանաչ լինի ճանապարհը և ձեր կյանքի ուղին, սիրում եմ բոլորիդ։ Հիմա հարցս, սիրելիներս, խոհանոցում պատրաստում եմ մեզ համար մոխիտո, լիմոնադ, տերևները մաքրում է ցողունից, դաղձը լավ լվացած ջրքանված է, պատրաստելու են նարինջով և ելակով, բավականին շատ է լցնում, 2 կուվշին է պատրաստելու։ Սառնարանում ունենք 1 հատ նարինջ, նարինջով է պատրաստում է, նարինջը կտրում եք 2 կեսեանով, որովհետև 2 կուվշինով պետք է պատրաստի, կտրում եք կիսալուսնաձև, դուք ինչպես կարող եք, այնպես է կտրեք, ըստ ձեր ցանկությամբ, կտրելուց ոչ համն է փոխվում, մոխիտոյի ոչ էլ, դա նշանակություն չունի, թե ինչպես եք կտրում։ Հիմա կտրտում է նարինջը, ավելորդ մասերը հանում է, 1 կեսը արդեն վերջացրեց, սա էլ 2-րդ կեսն է կտրում։ Նարինջով էլ է շատ համեղ, եթե դուք ձեռքի տակ ունեք դեղց, ունեք սալոր, գիլաս, կարող եք պատրաստել, բոլոր մրգերից էլ համեղ լինում են, մեր առաջվա սոկերն են, որ պատրաստում ենք, իսկ հիմա գրական մոխիտո է կոչվում, գիտի մեր ժամանակների սոկերը համեղություն էին, ամեն ինչի մեջ էլ համ ու հոտ կար, հիմա ելակն է կտրում, մեր հողամասի ելակն է, շատ քաղցր է սիրելիներս, շատ համեղ է, իսկ գնված ելակները այդպիսի համ չունեն։ Կտրի վերջացնի, կլցնի արդեն դաղձի տերևների վրա, մեզ մոտ դաղձ է, թարխունով էլ է համեղ լինում, նանայով, ռեհանով էլ է շատ լավ լինում, ավելորդ մասերը վերցրեց, հիմա ավելացնում է կուվշինի մեջ նարինջը և լցնում է ելակը, իսկ հիմա ավելացնում է կտրտած դաղձի, նարինջի և ելակի վրա մեղր, մի լավ մեծ ճաշի գթալ, մեղրը մեզ մոտ սառած է, դուք կարող եք ծորացող մեղր լցնել, թարմը մեղր, քամած, սա էլ 2-րդ կուվշինի վրա լցրեց, իսկ հիմա ավելացնում է շաքարավազ, շաքարավազը ըստ ճաշակի, ըստ բերանի համի, մերոնք քաղցր են խմում, մի քիչ շատ է լցնում մեղրի հետ, շատ է լինում քաղցրը, ես չեմ օգտվելու, չեմ խմելու, ինձ համար առանձին կպատրաստի, առանց շաքարավազի, առանց քաղցրի, ավելացնում է սենյակային ջուր, մի քիչ, որպեսզի մեղրը սառած է և շաքարավազը, մեղրը հալվեն սենյակային ջրի մեջ, նոր արդեն կավելացնի կամ սառը ջուր, կամ սառույց, հիմա լավ խառնում է, համ էլ տրորվում է մրգերը, որպեսզի համը տա, նորից ջուր է, խառնելուց հետո նորից ջուր է ավելացնում, մի հատ էլ է խառնում և ավելացնում է սառույց,
Այս ամանն էլ ենք Viber-ից գնել, շատ հարմար է, հատիկ մնում է, ծածկվում է բերանը և դնում ես սառցախցիկը։ Առաջվա սառնարանները որ կային, մեջերը լինում էր սառույցի աման, բայց բերանները չէր փակվում, համեղ չէր լինում ջուրը, որտև համ էր տալիս, խլոտներում էինք դնում, սառցախցիկով չէր, իսկ հիմա սառնարանները ունեն սառցախցիկ։ Հիմա լավ խառնեց, կդնի սառնարանը, ցույց է տալիս, տեսեք ինչքան գեղեցիկ է և շատ համեղ, կդնի սառը, ճաշի ժամանակ կխմենք։ Սիրելիներս, արդեն մախիտոն պատրաստ է, դրել ենք սառնարանը, սառելու ճաշի ժամանակ, որ խմենք։ Իսկ հիմա հարցս Viber-ից պատվերներ էր կատարել, եկել են, տեսնում եք ինչ գեղեցիկ ամաններ են, հիմա ես կբացեմ, ցույց կտամ բոլորի, ցանկացողներին կարող եմ արտիկուլը գցել, մատչելի է և հարմար է։ Սա բուսայուղի ամաններ են, 2 հատ, կերամիկայից է, տեսնում եք, սև պղպեղի, աղացած պղպեղի աման է, կոմպլեկտ է և աղաման է նույն ձևի։ Խնդրեմ, շատ գեղեցիկ է և շատ գեղեցիկ կլինի մեր կահույքի, խոհանոցի կահույքի հետ միասին, որովհետև մեր կահույքն էլ այդպիսի սև։ Այստեղ բացում եմ կահույք մաքրող, չորացնող հատուկ շոր է։ Խնդրեմ, տեսնում եք, բացեմ, որ գործ ես անում, ջրի կաթիլները մաքրող է, ասեմ, որ սալֆետկային նման է, շատ, բայց մի անգամ էլ ենք գնել, շատ լավ չորացնում է, սա էլ շորի տիպի է։ Եթե ունենք գեղեցիկ մեբել, ուրեմն պետք է խնայենք այս կահույքը, որպեսզի մեզ երկար ծառայի։ Ճիշտ եք, սիրելիներս, եթե չխնայենք, ուրեմն շուտ էլ կփչացնենք։ Կիսուրս մի լավ խոսք ուներ, ասում էր, եթե ուզում ես շորը քեզ գեղեցիկ ցույց տա միջավայրում, շորում պետք է լավ պահես, դնես սնդուկը, ամեն անգամ չհագնես հյուր գնալուց։ Այդպես էլ ապրանքն է, պետք է լավ նայենք, որ մեզ ծառայի։ Այստեղ ուզում եմ բացել, չեմ կարողանում բացել, սա էլ պատառաքաղ դանակներ, գդալներ լվալու, չորացնելու աման է, որ լվանած դնեց մեջը, տեսնում եք, շատ գեղեցիկ է, չորանա նոր սրբես դնես, դնելու տեղ է, խնդրեմ, շատ գեղեցիկ է։ Հիմա սա եմ բացում, սան հանգույցում պետք է դրվի, կպնում է պատին, զուգարանի թղթի համար է։ Իսկ սա էլ չոտք է արդեն, նույն ձևի սև, նորից համապատասխանում է մեր սանհանգույցի մեբելին և իրերին, այսպես։ Շատ հարմար է, գեղեցիկ է, շատ ուրախանում եմ, գիտեք ինչ, ժամանակին այդպիսի թանկանոց հաճույքներ չենք կարողացել մենք ձեռք բերել։ Հիմա ուրախանում եմ, որ կարողանում ենք գնել, համ իրենք են վայելում, համ էլ մենք սիրելի հետևորդներ ջան, ասեք, որ ճիշտ է տիկին Մարինե։ Այս արկղի մեջ էլ է Viber-ից կատարած գնումներ, Մարինկաս ցանկացավ ինքը ցույց տալու, թող ցույց տա, ցույց է տալիս 3 հատ այսպիսի նույնանման ամաններ են, ասեք, որ դարձյալ բոլորը իրար նման են, կոմպլեկտ է 3 հատ, որտեղ կլցնենք մեկը շաքարավազ, սուրճ և աղ, ունի գդալներ փայտից,
հերթով, կարգով ցույց է տալի աղջիկը։ Սա էլ գդալներն են։ Իմ լավ բարեկամներ, խնդրում եմ, մեկնաբանության բաժնում գրեք ձեզ դուր եկավ, իսկ եթե ցանկացողներ կլինեն, ես արտիկուլը կգցեմ, կտեղադրեմ։ Շատ հարմար է և կերամիկայից է, գեղեցիկ, հարմար, մատչելի և ունի պոտնոց։ Տեսնում եք, ահա։ Սա էլ երրորդը, գեղեցիկ ցույց տվեց, այսքանը սիրելիներս տեղադրենք, տեղադրած վիճակում էլ ցույց կտամ, թե ինչպես գեղեցիկ է նայվում։ Իսկ այստեղ Մարինեն ցույց է տալի վերջնական տեսքը, որ դասավորել է արդեն հարսս, այս մի ամանի մեջ լցրել է սև աղացած պղպեղ, երկու շշերի մեջ բուսայուղ և երկրորդ ամանի մեջ աղ, ասեմ, որ շատ հարմար է աղամանը, այստեղ շուտ են գնել այս չայնիկը ցույց եմ տվել բոլորիդ, այստեղ արդեն պատրաստած է երեկոյան ճաշը, այս էլ 3 ամանները, որ սինիով ցույց տվեցի, մեկի մեջ աղ է, երկրորդի մեջ սուրճ է, երրորդի մեջ շաքարավազ, սա էլ պատառաքաղ դանակը լվանած, դնես ցամաքի, սրբես տեղավորես, շատ գեղեցիկ է և համահունչ մեր կահույքի հետ, նայվում է, շատ ընտիր է։ Սիրելիներս, եթե դուք ցանկություն ունեք, արտիկուլը կարող եմ թողնել, դա ռեկլամ չէ, այ ուղղակի ինձ դուր է եկել, միգուցե ձեզ էլ դուր գա, կարող եմ ուղարկել ցանկացողներին։ Այսքանով ավարտում եմ այս գեղեցիկ հոլովակը, մաղթելով ձեզ միայն քաջ, անսահման առողջություն, եղեք առողջ, երջանիկ և ուրախ, ցտեսություն, մինչ նոր հոլովակ, սիրում եմ բոլորիդ, իմ լավ բարեկամներ։